Դիլիջան տեղանվան ծագման ժամանակագրությունը հին է, այն նույնիսկ ունի իր բանահյուսական տարբերակը։ Այդ լեգենդը 1879 թվականին տպագրվել է Մշակ թերթում եւ ունեցել է լայն տարածում։ Ասում են ինչ-որ ժամանակ Դիլի անունով մի հովիվ սիրել է իր տիրոջ ջահել աղջկան, բայց նրա մեծահարուստ հայրը լսել անգամ չի կամեցել այդ մասին եւ իր չարագործ մարդկանց հրամայել է սպանել տղային։ Օրեր շարունակ տղայի տարաբախտ մայրը փնտրել է իր որդուն եւ ապարդյուն ձայն տվել. Դիլիջան, Դիլիջան։ Ահա այս բառերն էլ միանալով դարձել են ողբերգության վայրի, հետագայում նաև բնակավայրի անունը՝ Դիլիջան։ Սա լեգենդ է, սակայն կա նաև քաղաքի անվանակոչության պատմական տարբերակը։ Մի տարբերակ է, որ Դիլիջան իշխանի անունով է կոչվել տարածքը, որը իրոք գոյություն ունեցող ազնվորություն է, նրա տապանակարը հայտնաբերված է Գեղարքունիքի մարզում եւ իշխանական ցուցակում կա նրա անունը։ Դիլիջան անվանումը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հայտնվել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրությունների մեջ, որը Երևանից Թիֆլիս գնալիս կանգ է առել այստեղ։ Այստեղ սկզբնական շրջանում եղել են հանգստացողները, ավելի շատ ամառվա շրջանում եկել են հանգստացել հովեկները եւ գնացել։ Իսկ հետագայում արդեն մշտական բնակություն են հաստատել։ Հետագայում այստեղ բացվել է դպրոց, շատ վաղ շրջանում արդեն ունեցել ենք թատրոն 1880 թվականից, որը կոչվել է ֆրանսերեն բառով ռոտոնդա։ Ռոտոնդը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է գմբեթավոր շենք։ Եվրոպական ոճով կառուցված ամառային այս թատրոնը եղել է Դիլիջանի անվանի հյուրերի հավաքատեղին եւ մշակութային կյանքի կենտրոնը։ Այստեղ բեմադրված առաջին ներկայացումը եղել է Աշակ II պատմական դրաման 1880 թվականին։ Ռոտոնդայի բեմում խաղացել են հայ բեմի գրեթե բոլոր վարպետները՝ Օլգա Դավիթ Կուլազյաններ, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Հասմիկը, Սիրանուշը, Աբելյանը, բոլորը եղել, իսկ որպես հանդիսատեսներ նստած են եղել Արմեն Տիգրանյանը, Իսակյանը, Շանթը, Շիրվանզադեն, մի խոսքով Թումանյանը շատ հաճախ։ Ռոտոնդոն սիրելի վայր է եղել նաև Եղիշե Չարենցի համար։ Այստեղ կա մի ծառ, որի տակ սիրել է նստել եւ աշխատել մեծ բանաստեղծը։ Ծառն այսօր կրում է Չարենցի ծառ անունը եւ դրանով այն տարբերվում է դիլիջանյան անտառների 100 հազարավոր ծառերից։ Այսքան հարուստ պատմություն ունեցող Ռոտոնդոն այժմ ցավոք սողանքների հետևանքով կիսաքանդ վիճակում է եւ ենթակա չէ վերականգնման։ Սակայն պատմությունը պահպանելու եւ ավանդույթը շարունակելու համար Դիլիջանում կառուցվել է նախկին Ռոտոնդոյին գրեթե չզիջող նմանօրինակ բացօթյա թատրոն, որտեղ եւ այսօր անցկացվում են Դիլիջանի բոլոր միջոցառումները։